Բա ինչ ասեմ Վարդան, իմ դարդն էլ էտա։ Կարող է պիտի խալխի պարված օրերտերին պահենք հիմա էլ։ Ուֆ, չգիտեմ։ Ասում ես ձեզանից շատ գոհ եմ։ Ձեզ բոլորիդ է հարգում եմ, սիրում եմ, սաղիդ ընդունում եմ։ Սա բայց ես էլ եմ ուզում երջանիկ լինեմ։ Պապային ասա, որ այդ սերիալները քիչ նայի։ Ասա այս անտեր կյանքը կինո չի։ Այդ սերիալներով էլ ինչ ասես ցույց են տալիս։ Ով պետք է անգրեմ շենքով մեկ տարոսիկ բաժանեմ, ինչքան տունը մնացած կա ու բան, բաժանված։ Բայց աբսուրդ է, էլի։ 60 տարեկանի տարոսիկներ։ Լավ, լսի, լրջացի։ Գիտես ինչ եմ ասում։ Անենց արա, պապան այդ միտքը ուղեղի մեջից հանի։ Մտքա փոխի այդ մարդուն։ Հասկացար։ Հա, Վարդան ջան, ես ասենք Լուսիկի հետ կխոսամ, կբացատրեմ, բայց պապայի հետ դու խոսա, լուրջ աբսուրդ է, էլի ամոթն էլ է լավ բան։ Թե մտածում է Լուսիկը, որ ասենք իր աղբոր կամ քրոջ երեխեքը չեն պահում իրան, մենք պիտի պահենք։ Հե հասկացանք, բայց ինչքան կարելի է։ Քեզ լրիվ ուրիշ հարց է հետաքրքրում, գիտես։ Հա դե լավ անում։ Կոնկրետ թեման թողած ու լրիվ ուրիշ հարցերով ես հետաքրքրվում։ Գնա կոֆետի։ Սոված չես։ Չէ, կոֆետի։ Այ պապա։ Բարև մեր թարլան նոր հարս։ Ոնց ես։ Լավ եմ Աշխեն ջան, դու ոնց ես։ Հետո ամոթ է, տենց բաներ մի ասա, հա։ Բա ինչի է ամոթ։ Դուք ամուսնանում եք 60 տարեկանում, ի՞նչն է դրա ամոթ, որ ամբողջ հարևանների առաջ խայտառակ եք լինելու։ Լսի, յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքը, այնպես որ դա ոչ մեկին թող չհետաքրքրի, հա։ Քո կյանքը ուներ երիտասարդ ժամանակ դասավորեիր։ Դե ես ինչ մեղավոր եմ, որ իմ կյանքն էլ սենց դասավորվեց։ Չնայած ճիշտ ես ասում։ Լսի, մտածում եմ ասում կարող է ադաթավոր մեծ հարսանիք անենք տարոսիկով, բանով, կարմիր խնձորով, կոզբանդ կապենք կեսրարից գանք քեզ ուզելու։ Լսի, շատ լպիրշն ես, գիտես։ Դու էլ ես կին, ինչու ինչ ես հասկանում։ Ինչ է հասկանամ։ Ի տարբերություն ձեզ ես 60 տարեկանում չեմ ամուսնացել։ Լսի ամոթ է ամոթ, նման բաներ մի խոսի։ Եվ հետո ես դեռ իմ համաձայնությունը չեմ տվել։ Քո սկեսրայրն է ուզում, որ մենք ամուսնանանք ու շատ է ուզում։ Հա, հաստատ այդ աստիճան ադաթներով սկզբում թանկացնես, ծանրացնես, քեզ նազուտ ուզա, բան հետո գանք խնդրեն կոնյակով, բանով, շատ լավ եք մտածել, շատ։ Գիտես, դու մեկ է չես փոխվի։ Լպիրշ ես էլի, հո զորով չի։ Դեռ մի բան էլ լպիրշը ես եմ, հա։ Գնա գործ։ Այ, Լուսիկ դե լավ չես անում։ Լուսիկը շատ ազդվեց ու վիրավորվեց Աշխենի ասածներից, բայց նա որոշեց այս մասին ոչինչ չասել Բաբկենին, նրա առանցային էր նյարդային վիճակը չբորբոքելու համար։ Հա, մամ ջան, շատ ճիշտ բան ասեցիր։ Լավ, կմտածենք ուրեմն։ Լավ։ Ալո։ Վարդ երբ ես գալու, ուշ ես գալու տուն։ Չէ, արդեն ճանապարհն եմ։ Ինչ կա։ Խոսալու բան ունենք, կարաս շուտ գաս, որ մինչև պապայի գալը խոսենք։ 10 րոպեից կհասնեմ։ Ինչ բերեմ հետս։ Ոչ մի բան, ոչինչ պետք չի, մենակ արա գարի, էլի։ Լավ, գալիս եմ։ Դե լավ։
Դուրը ինչ ես բաց թողում, չգիտես այս թվին 1000 մի բան ա լինում։ Պապան ա բաց թողել մի իզուր տեղը կռիվ սարքի։ Ասա տենամ ինչ ա եղել, պանիկատ ինչի հետ ա կապված։ Ուրեմն ինչ որ պիտի ասեմ, մանրակրկիտ լսում ես ու մտածում ես Վարդան, համ էլ մաման էլ ա լավ բաներ ասել։ Սարուձոր մի ինգե, գիտես որ երկարացնել չեմ սիրում։ Մուկն ու կատու խաղալ չեմ սիրում, ասա տա կոնկրետ։ Լավ։ Ես հասկացա, որ մենք պիտի ընդունենք հետևյալ որոշումը։ Պիտի պապայի հետ խոսենք ու ասենք, որ մենք համաձայն ենք, որ ինքը ամուսնանա։ Յա։ Քեզ ինչ եղավ։ Դրա ճիշտը ո՞րն է։ Այնքանով ա ճիշտ, որ մի հատ մտածի Վարդ։ Մնաք հանգիստ։ Լուսիկը իր հորական տանն է, չի ապրում։ Ահա։ Ինքը ուներ մի հատ եղբայր, որը մահացավ։ Մնացել է երկու երեխան այդ աղբոր, երկու աղջիկը, մեկը ամուսնացել է, մեկը նոր պիտի ամուսնանա։ Վերջում մնում է Լուսիկը, մեկ էլ իր աղբոր կինը։ Այդ տունը պիտի կիսեն մի կերպ, թե չէ։ Հետևաբար եւ բնականաբար այդ տնից մեզ էլ կհասնի։ Յա։ Քեզ ընդում է իրանք նստած քեզ էին սպասում։ Հենց տան հարց բարձրանա։ 100 հոգի կհայտնվի, չգիտես։ Վարդ հիմա չի հասնում, բայց երբ որ ամուսնանան, կհասնի, կզաքսավորվեն, ամեն ինչը օրինական, հետևաբար մենք մեր բաժինը կուզենք։ Լսի 4 սենյականից տունը, որ ծախենք երկու հատ մեծ տուն կարանք առնենք։ Չգիտեմ։ Ժամանակա պետք որ մտածեմ։ Մտածելա պետք։ Վարդ էլ ինչ մտածես։ Աստված սենց շանս 1000-ից 1 ա տալիս։ Համել մի մոռացի, երկու երեխա ունենք։ Տղա երեխա են, իրենց տուն ա պետք։ Համել Լուսիկն ու պապան այսօր էկուց են։ Ինչ ես խոսում։ Մա ձենդ կտրի, չապտել ճանաչի, այսօր էկուց են։ 60 տարեկան են դեռ։ Հələ կարող է 20 տարի էլ ապրեն։ Հա դե որ իրենց թողենք 300 տարի էլ կապրեն, բայց իրենց ուզելով չի, այդ շատ քիչ է։ Լավ, որ տարի լուրջ մտածենք էլի։ 4 սենյականոց տուն է։ Մեզ էլ է դրանից բաժին հասնում։ Կծախենք երկու հատ տուն կառնենք, երեխեքին կապահովենք, հա։ Այսօր խոսանք պապայի հետ Վարդ։ Մենակ դու ու մերդ կարայի կտենց բան մտածեիք։ Երկուսդ էլ շահամոլ եք։ Բայց չէ քոնեման։ Կյանքը կողքովդ անցնում է, դու խաբարել չես լնում։ Կոֆե դնեմ։ Դի։ Կարող ես սովածես։ Չէ։ Քաղցած է դառը։ Քաղցր, պեսոք չունենք տունը։ Դառը։ Դառը մորդ կտաս։ Պապ ջան, մենք քո հետ շատ լուրջ բան ունենք խոսելու։ Խոսեք։ Հիմա ինչ ա եղել։ Հիմա ինչով եմ ձեզ խայտարակ արել։ Չէ, պապ ջան, հանգիստ լսի, միշտ ապի, որովհետև մենք լրիվ հակառակի մասին ենք ուզում քեզ հետ խոսել։ Պապ ջան, ես ու Աշխենը երկար մտածեցինք ու հասկացանք, որ մենք սխալ ենք արել։ Մենք սխալ ենք մտածել։ Այսինքն Այսինքն են, պապ, որ մենք իրոք անկեղծ ուզում ենք, որ դու Լուսիկը ամուսնանաք ու երջանիկ լինեք։ Պապ ջան, մենք երկար մտածեցինք։ Գիտես ինչ ծեր, որ չէինք ընդունում այդ միտքը, չէինք կարողանում ընդունել, որովհետև մեր մոր հիշատակը դեռ թարմ էր։ Դեռ չէինք կարողանում հարմարվել, որ դու կարող ես ամուսնանաս, բայց երկար մտածելուց հետո հասկացանք, որ դու էլ մարդ ես, իրավունք ունես ամուսնանալու, իրավունք ունես մենակ չմնալու, երջանիկ լինելու, հասկացել ենք։ Հետո տարիքն էլ ստեղ կապ չունի ախր։ Պապան այն տարիքին է, որ նոր կարող է ընտանիք կազմել, երջանիկ լինել ու ապրել։ Վայ երեխեքու։ Ձեր սապը տանում։ Ախր ես էլ ձեզ եմ հասկանում։ Մորդ կորուստը Վարդան ջանից համար էլ շատ մեծ հարված էր։ Բայց ուզում եմ, որ դուք էլ ինձ ճիշտ հասկանաք։ Տղամարդ առանց կնոջ երկար չի կարող ապրել։ Գիտեմ, որ դու մամային շատ ես սիրել։ Գիտեմ։ Բայց դե ինչ անենք, որ սենց եղավ։ Հա Վարդան ջան։ Մայրդ աստվածային կին էր։ Ինչ արած, ճակատագիր էր։ Բայց ուզում եմ իմանաք, որ Լուսիկը հրաշալի մարդ։ Հրաշալի։
Մեր մեջ ասած։ Հիմա առաջի սերն է եղել։ Դու դեմք ես, պապ։ Լավ, մի լսիտես ինչ եմ ասում։ Հարս ենք բերում, թե տնպեսա ես գնում։ Չէ, միջև տնպեսա, հետ էր պակաս։ Ոնց կուզես։ Բայց ես օրինակ չգիտեի որ առաջ։ Բաբկեն ջան, ինձ որ լսես, այդ քարը փեշիցդ կթափես, ու այդ ամուսնության մասին էլ չենք խոսի։ Ճիշտ է ինչ արած, որ ժամանակին իրար սիրել եք, թե դա շատ վաղուց էր, շատ տարիներ առաջ էր, բայց հիմա չես հասկանում, որ մեր ընտանիքի անդամների աչքի փուշն ենք դարձել։ Այ լուսո, հասկացի, բան ունեմ քեզ ասելու։ Նորություն կա, կարծում ես 7 ժամ իզուրեի քեզ համոզում որ ընդունես։ Իսկ ինչ է պատահել, ինչ է եղել։ Երեք Վարդանն ու Աշխենը երկար հետը զրույց ունեցան։ Վայ, ինչ ասեցին, հոգեշ են նեղացրել։ Չէ, մինչև վերջ լս։ Ասում են պապ ջան, երկար գցեցինք, բռնեցինք, հասկացանք, որ դու ճիշտ ես, պետք է ամուսնանաս, մենք համաձայն ենք։ Հա։ Լսի, այդ Աշխենն էլ էր տանը։ Դո հա, Աշխենն էլ, Վարդանն էլ, երկուսով ժողով էին գումարելին համար։ Շատ ուրախացրին երեխեքս։ Լսի, հավատս չի գալիս։ Ոնց կարող էին այդքան շուտ փափկել։ Ինչ որ մի բան են չի։ Լավ էլի լուսո։ Երեխեք սկզբում չէին ուզում հասկանալ։ Հիմա հասկացել են, փափկել են, առաջ պոզեր էին տնկում, հիմա հասկացան, որ մենք ճիշտ ենք։ Աշխենն էլ էր նույն բանն ասում։ Լավ էլի լուսո, հա էլի, հա, 7 անգամ նույն բանը հարցրեցիր, Աշխենն էլ, Վարդանն էլ։ Ինչ ես այդքան ֆիքսվել Աշխենի վրա չեմ հասկանում։ Դե լավ, որ խոսքն եկել է, կասեմ։ Էն օրը մուտքում Աշխենին հանդիպեցի։ Չես պատկերացնում, ինչ ձեր առնել առավ ինձ, ինչ անպատվություններ, եւ ես այդ օրը երթվեցի, Աստված կանչեցի, որ այդ կնոջ դեմքը այլևս չտեսնեմ։ Լավ լուսո, հանգստացա։ Այն ժամանակ ինձ էլ ինչ ասես ասում են։ Երեխա։ Հիմա հասկացել են, որ մենք ճիշտ ենք։ Մենք պետք է ներենք նրանց ու առաջ գնանք։ Լսի բաբկեն ջան, հավատս չի գալիս։ Ոնց կարող են այդքան շուտ հեղափոխվել ախր է։ Ինձ լսի, արի մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ կստացվի։ Չէ։ Ես մի օր առանց քեզ չեմ ուզում ապրել։ Ու քանի փափկել են լուսո ջան, պիտի շուտ ամուսնանանք, ցավը տանեմ, ախր հասկացի է, ցավը։ Դե լավ, համաձայն եմ, բայց մեկ է, ես էլի զարմացած եմ։ Կարճ ժամանակ անց Բաբկենն ու Լուսիկը ամուսնացան։ Լուսիկը տեղափոխվեց Բաբկենի բնակարան։ Նրանք երջանիկ էին եւ ցույց էին տալիս իրենց ուրախությունն այն մանկիկի նման, ով ձեռք է բերել իր երազած խաղալիքը։